Վրացական երազանք կուսակցությունը ողջունում է Դոնալդ Թրամփի նամակը վարչապետ Իրակլի Կոբախիձեին։ Այս մասին հայտարարել է Վրացական երազանք կուսակցության գլխավոր քարտուղար եւ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Նրա խոսքով վրացական կողմը պատրաստ է բարեկամության եւ գործընկերության ու համագործակցության։ Իհարկե պետք է պաշտպանվեն երկու երկրների, ինչպես նաեւ ամերիկյան եւ վրաց ժողովուրդների շահերը, հավելել է Կալաձեն։ Բազմիցս հայտարարել ենք, որ Վրաստանի իշխանությունները պատրաստ են սկսել հարաբերությունները մաքուր էջից։ Մենք պատրաստ ենք բարեկամության եւ գործընկերության։ Նախորդ վարչակազմի կողմից Վրաստանի նկատմամբ անարդար վերաբերմունքը մեզ համար կտրականապես անընդունելի էր։ Ես նկատի ունեմ առանց որևէ բացատրության կիրառված պատժամիջոցները։ Դրանց համար որևէ հիմք չկար։ Դրանք կիրառվել են բացառապես շանտաժի եւ ճնշման նպատակներով։ Կալաձեն կարծում է, որ նախագահ Թրամփի գլխավորությամբ գործող վարչակազմը շատ հեշտությամբ կարող է չեղարկել վրացական պետության եւ ժողովրդի դեմ կայացված անարդար որոշումները։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով երկրի արտաքին առևտրաշրջանառությունն ապրանքների գծով 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է շուրջ 13 միլիարդ դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5.8%-ով։ Արտահանումը կազմել է մոտ 4 միլիարդ դոլար, տարեկան կտրվածքով աճելով 20%-ով, իսկ ներմուծումը ավելի քան 9 միլիարդ դոլար, ինչը 0.7%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը։ Հունվարից հունիսին Վրաստանի բացասական առևտրային հաշվեկշիռը կազմել է ավելի քան 5 միլիարդ դոլար, կազմելով արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալի շուրջ 40%-ը։ Վիճակագրության ծառայության տվյալներով տարվա վերջին 6 ամիսներին Վրաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերներին բաժին է ընկել երկրի արտաքին առևտրաշրջանառության 66.3%-ը։ Խոշորագույն գործընկերներն են Թուրքիան, Ռուսաստանը եւ Չինաստանը։ Միաժամանակ Վրաստանի ազգային բանկը հայտնել է, որ 2026 թվականի երկրորդ եռամսյակում երկիրը միջազգային ճանապարհորդություններից ստացել է ավելի քան 1 միլիարդ դոլարի եկամուտ, ինչը 3.8%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ըստ հրապարակված տվյալների Ադրբեջանից, Ուկրաինայից եւ Հայաստանից ժամանած ճանապարհորդներից ստացված եկամուտը տարեկան կտրվածքով աճել է համապատասխանաբար 10.3%-ով, 49.8%-ով եւ 5.6%-ով, հասնելով 59.5 միլիոն, 53.7 միլիոն եւ 39.9 միլիոն դոլարի։ Միաժամանակ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին Իսրայելից եւ Իրանից ժամանած ճանապարհորդներից ստացված եկամուտը նվազել է համապատասխանաբար 3%-ով եւ 65.1%-ով, կազմելով 123.8 միլիոն եւ 10.2 միլիոն դոլար։ Թուրքիայում իրականացված հատուկ գործողության շրջանակում ձերբակալվել է 31 անձ, այդ թվում Իզմիթի քաղաքապետ Ֆաթմա Կապլան Հուրիեթը։ Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննում է Իզմիթի քաղաքապետարանի կողմից անցկացված մի շարք մրցույթներ, հիմնվելով կասկածյալների, ցուցմունքների եւ գաղտնի վկաների հայտարարությունների վրա։ Ըստ հաղորդումների գործը հարուցվել է քաղաքային մրցույթներում հայտնաբերված հնարավոր խախտումների հիմքով։ Քննչական տվյալների համաձայն մրցույթներում հաղթած կամ առաջարկներ ներկայացրած որոշ ընկերությունների ներկայացուցիչները կապված են եղել քաղաքային պաշտոնյաների ընտանիքների հետ եւ քաղաքապետարանի հետ համագործակցող ընկերություններից ստացել են միջնորդավճարներ։ Հետաքննությունը նաեւ անդրադառնում է քաղաքային մրցույթների ընթացքում հնարավոր խախտումներին, կապալառուների ապօրինի վճարումների գանձմանը եւ քաղաքապետ Ֆաթմա Կապլան Հուրիեթի ամուսնու Մուրադ Հուրիեթի ենթադրյալ ազդեցությանը մրցույթների, աշխատանքի ընդունման եւ կադրային գործընթացների վրա։ Այս տվյալների հիման վրա Ստամբուլի գլխավոր դատախազության հանձնարարությամբ միաժամանակյա գործողություններ են իրականացվել Իզմիթում, Ստամբուլում, Անկարայում եւ Անտալիայում։ Գործողության արդյունքում ձերբակալվել է 31 կասկածյալ, նրանց առաջադրվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու, կաշառք ստանալու եւ մրցույթների անցկացմանը խոչընդոտելու մեղադրանքներ։ Անկարան դատապարտում է Արևմտյան Թրակիայի տարածաշրջանում թուրքական 8 տարրական դպրոց փակելու Հունաստանի որոշումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջու Քեչելին, հաղորդում է Անադոլուն։ Թուրք դիվանագետը նշել է, որ այս քայլը խախտում է Լոզանի պայմանագրի դրույթները։ Հունական իշխանությունները դպրոցների փակման պատճառ են նշել աշակերտների անբավարար թիվը։ Սա Արևմտյան Թրակիայի մահմեդական փոքրամասնության տարրական դպրոցների ընդհանուր թիվը կնվազեցնի մինչև 76-ի։ Քեչելին նաև քննադատել է Քսանթի քաղաքում թուրքական փոքրամասնության համար տարրական դպրոց ընդունվելու նոր խոչընդոտների ստեղծումը։ Նա նշել է, որ նման միջոցառումները Արևմտյան Թրակիայի թուրքական փոքրամասնության կրթության իրավունքի խախտման ուղղված համակարգված քաղաքականության ևս մեկ օրինակ են։ Դիվանագետը կոչ է արել Աթենքին կատարել իր միջազգային պարտավորությունները, պաշտպանելու փոքրամասնությունների եւ մարդու հիմնարար իրավունքները։ Նա հավելել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Արևմտյան Թրակիայում թուրքական փոքրամասնությանն իր իրավունքներն ու իրավական կարգավիճակը պաշտպանելու պայքարում։
Միացյալ Նահանգները եւ Իրանը փոխադարձ հարվածները շարունակում են արդեն 9 օր։ Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Իրանի ռազմական հրամանատարական կենտրոնները, օդային պաշտպանության եւ ափամերձ հսկողության վայրերը, ծովային հնարավորությունները եւ հրթիռների ու անօդաչուների կայանքները թիրախավորելու մասին։ Ըստ իրանական կողմի հարվածներ են գրանցվել Թավրիզում, Չաբահարում, Կոնարակում եւ այլ քաղաքներում։ Մեկ մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը շատ է տուժել ամերիկյան հարվածներից եւ ռազմական առումով կորցրել է գրեթե ամեն ինչ։ Թեհրան իր հերթին հայտարարել է, որ թիրախավորել է ամերիկյան օբյեկտները Հորդանանում, Քուվեյթում, Սիրիայում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի խոսքով Միացյալ Նահանգների հետ զինված առճակատումը կարող է ավարտվել եւ բանակցությունները կարող են վերսկսվել, երբ Իրանը մարտի դաշտում հասնի առավելության։ Միևնույն ժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ երկու նավ պայթել է եւ դադարեցրել ընթացքը, երբ փորձել է անցնել Հորմուզի նեղուցի հարավային երթուղով, որն անվտանգ չէ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հավելել է, ջրային ուղին վտանգավոր կմնա, քանի դեռ ամերիկյան ագրեսիան շարունակվում է։ Այս իրադարձությունների պատճառով նավթի գինը բարձրացել է եւս 2%-ով գերազանցելով 1 բարելի դիմաց $90։ Արաբական երկրների լիգան նախազգուշացրել է ներկայիս սրման լուրջ վտանգների մասին, դատապարտելով Իրանի հարվածները հարևան երկրներին եւ կոչ անելով վերադառնալ բանակցությունների։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն բացարձակապես չի մտահոգում այն հանգամանքը, որ Իրանը դադարեցրել է 2026 թվականի հունիսի 18-ին Միացյալ Նահանգների հետ ստորագրած փոխըմբռնման հուշագրով իր պարտավորությունների կատարումը։ Ինձ համար բացարձակապես միևնույն է, հայտարարել է Դոնալդ Թրամփը News Nation-ի լրագրողի հետ զրույցում։ Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ղասեմ Ղարիբաբադին հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները դադարեցրել են իրենց պարտավորությունների կատարումը, որոնք ստանձնել էին 2026 թվականի հունիսի 18-ին Միացյալ Նահանգների հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրով։ Ղարիբաբադին հավելել էր, որ Իրանի իշխանություններն այս պահին զբաղված են երկրի պաշտպանությունն ապահովելով։ Միաժամանակ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դեռևս բաց է Իրանի հետ հակամարտության դիվանագիտական լուծման համար։ Մենք միշտ բաց ենք դիվանագիտության համար, այն պետք է իրական լինի, այն պետք է լինի այնպիսի գործարք, որը նրանք պատրաստ լինեն պահպանել։ Մեկ շաբաթ առաջ Իրանը պետք է հայտարարություն աներ, որ Հորմուզի նեղուցը բաց կլինի եւ նրանք չեն հարձակվի նավերի վրա։ Դրա փոխարեն նրանք հարձակվեցին 3 նավերի վրա։ Միացյալ Նահանգները միշտ բաց է դիվանագիտական լուծման համար։ Ըստ Ռուբիոյի իրանական համակարգի ներքին բաժանումները գնալով ավելի տեսանելի են դառնում։ Միացյալ Նահանգների զինված ուժերը հարվածել են Իրանի Խուզեստան նահանգում կառուցվող Դարխովին ատոմային էլեկտրակայանին։ Այս մասին հայտնել է իրանական ֆարս գործակալությունը, հղում անելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության հաղորդագրությանը։ Միացյալ Նահանգների մի քանի արկ է արձակվել ատոմային էլեկտրակայանի շինհրապարակի վրա, գրել է լրատվամիջոցը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսին կոչ է արել Իրանին ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում, քայլ, որը կարող է խաթարել հրադադարի ընթացքում Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացման շուրջ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները։ Հանրապետականները պետք է Իրանը ներառեն Ռուսաստանի պատժամիջոցների օրինագծում։ Դա այն էր, ինչ Լինցին ցանկանում էր անել, եւ դա էլ պետք է տեղի ունենա։ Truth Social սոցիալական հարթակում գրել է Թրամփը, հիշատակելով Հարավային Կարոլինայից հանրապետական սենատոր Լինցի Գրեմին, որը մահացել է հուլիսի սկզբին։ Օրինագծի նախնական տարբերակը, որի հեղինակը Գրեմ նախատեսում է 100%-անոց երկրորդային մաքսատուրքեր եւ պատժամիջոցներ այն երկրների նկատմամբ, որոնք շարունակում են ռուսական նավթ եւ գազ գնել։ Թրամփի նախաձեռնությունը հնչել է Մերձավոր Արևելքում լարվածության սրման, Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև հրադադարի պայմանավորվածության տապալման եւ Պարսից ծոցում ռազմական բախումների ֆոնին։ Սակայն առաջարկը տարակարծություններ է առաջացրել կոնգրեսում։ Օրինագծի համահեղինակներից դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլյումենթալը դեմ է արտահայտվել փաստաթղթի ընդլայնմանը, նշելով, որ Իրանի ներառումը կարող է չափազանց բարդացնել օրինագիծը եւ հետաձգել Ռուսաստանի դեմ արդեն համաձայնեցված երկկուսակցական պատժամիջոցների փաթեթի ընդունումը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների նկատմամբ Իրանի պատասխան հարվածները փոխել են տարածաշրջանային անվտանգության իրավիճակը, ցույց տալով, որ Թեհրանը կարող է հարվածներ հասցնել ամբողջ տարածաշրջանում առանց արդյունավետ ռազմական հակազդեցության։ Թասնիմի փոխանցմամբ Արաղչին նշել է, որ Իրանը նախապես պատրաստվել էր պատերազմի տարբեր սցենարների, այդ թվում Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համատեղ հարձակման հնարավորությանը, ուստի ռազմական գործողությունների մեկնարկն անակնկալ չէր։ Նրա խոսքով Թեհրանը բանակցությունների էր մասնակցում ոչ թե պատերազմի վտանգը չտեսնող
հանգեցնելու պատճառով, այլ դիվանագիտական բոլոր հնարավորությունները սպառելու եւ միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ նախընտրում է խաղաղ լուծումը։ Արարչին պնդել է, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը սխալ էին գնահատել Իրանի հնարավորությունները, կարծելով, թե այն թուլացել է։ Նրա խոսքով Իրանը կարողացել է արդյունավետ դիմադրություն ցույց տալ եւ ստիպել հակառակորդին դադարեցնել ռազմական գործողությունները։ Վերջին պատերազմի փորձը մեզ հնարավորություն տվեց ամրապնդել ռազմական կարողություններն ու բարձրացնել մարտական պատրաստակամությունը։ Վերջին ամիսներին զգալիորեն արդիականացրել ենք մեր հրթիռային ներուժը, ինչը չարդարացրեց հակառակորդի սպասումները։ Արարչին հավելել է, որ զինված ուժերը բանակցությունների ամբողջ ընթացքում պահպանել են լիարժեք մարտական պատրաստվածությունը, իսկ ռազմական տարբեր սցենարների գործողությունների ծրագրերը, այդ թվում Հորմուզի նեղուցի հնարավոր փակումը, նախապես մշակված էին։ Նա նաև վերահաստատել է, որ Իրանը չի ընդունի ուրանի հարստացման դադարեցման վերաբերյալ Միացյալ Նահանգների պահանջները եւ ազգային շահերի հաշվին չի գնա որևէ փոխզիջման։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին հասցված հրթիռային զանգվածային հարվածների հետևանքով վնասվել է նաև Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան շենքը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Կիևի մետրոյի Լյուկանովկա կայարանի դիմաց Ադրբեջանի դեսպանատնից 200-ից 250 մետր հեռավորության վրա ընկած հրթիռի ալիքից խոտրվել են դեսպանատան շենքի ապակիները, առաստաղին էլ ճաքեր են առաջացել։ Հաղորդվում է նաև, որ դեսպանատան աշխատակիցները չեն տուժել։ Ուկրաինայում պատերազմի ընթացքում Ադրբեջանի դեսպանատան շենքն արդեն մի քանի անգամ վնասվել է։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նոյեմբերին Ադրբեջանը, Թուրքիան եւ Վրաստանը համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություններ կանցկացնեն ռազմավարական օբյեկտների պաշտպանության նպատակով։ Գերատեսչության հաղորդմամբ 3 երկրների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները խորհրդակցություն են անցկացրել նվիրված Eternity 2026 զորավարժությունների պլանավորմանը։ Վարժանքներին կմասնակցեն 3 երկրների զինված ուժերի ներկայացուցիչներ։ Նախարարության տեղեկացմամբ կներգրավվեն նաեւ Ադրբեջանի ռազմավարական օբյեկտների պաշտպանության պետական գործակալության եւ Ադրբեջանի երկաթուղիներ ՓԲ-ի աշխատակիցները։ Ըստ սցենարի զորավարժությունները կենտրոնանալու են մասնակից երկրների տարածքով անցնող ռազմավարական ենթակառուցվածքների եւ կապի գծերի պաշտպանության, ինչպես նաեւ այդ ուղղությամբ մարտավարական պատրաստության կատարելագործման վրա։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զորավարժությունների թեման, նպատակները, համատեղ շտաբի կազմը, գործնական դրվագներն ու կազմակերպչական այլ հարցեր։ Մարոթ Հարվերդյան, Հարևաններ։